այդ բոլոր հարցերի հստակ պատասխանները։ Շնորհակալություն։ Հաջորդ հարցի համար պատգամավոր Արտվիկ Մինասյան, Համեցեք պարոն Մինասյան։ Շնորհակալություն, նախ ինչև հարցերիս անդրադառնալը նկատի ունենալով հարցի նրբությունը, զգայունությունը եւ լրջությունը, խնդրեի թե իմ գործընկերներին, թե նաեւ կառավարության ներկայացուցիչներին խիստ զգուշավոր արտահայտվել։ Այդ թվում նաեւ պարտադիր բաղադրիչի վերաբերյալ։ Սրանք տարբեր բաներ են եւ այս պահին, երբ որ սկսում ենք մենք նորից անզգույշ արտահայտություններ անել, վաղը նույն բարեփոխումները ռիսկի ենք ենթարկում։ Իսկ հիմա հարցերս։ Պարոն նախարար, Սահմանադրական դատարանի որոշման համաձայն խոսքը պատճառաբանական մասն է վերաբերում, որտեղ դատարանը արձանագրել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը իրենց իրավասության շրջանակներում համապատասխան կարգավորումներ պետք է իրականացնեն, պաշտպանելու համար մարդկանց սեփականության իրավունքը, այն կախվածության մեջ չդնել տարաբնույթ տեխնիկական պայմաններից, թույլ չտալով գործող օրենքի հետադարձ ուժով կիրառում, իրականացվող քայլերի հիմքում ունենալով իրավունքի գերակայության սկզբունքի անվերապահպանումն ու վերջինիս վերաբերյալ միջազգային իրավական պարտավորությունները։ Առաջին հարցը հետևյալն է. ձեր կարծիքով այս նախագիծը համապատասխանում է արդյոք Սահմանադրական դատարանի իրավական այս դիրքորոշմանը, եւ եթե այո, ապա ինչպես է, որ հոդվածները, որ կետերն են, որ նախադասություններն են, որ ապահովում են մարդու սեփականության իրավունքի պաշտպանությունը։ Երկրորդ հարցը հոդված 2-ին է վերաբերում։ Երբ նշում է պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու եւ փոխանցելու պարտավորություն ունեցող անձը ազատվում է մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ընկած ժամանակահատվածի համար պարտադիր կուտակային վճարը չկատարելու կամ ուշացումով կատարելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունից։ Խնդրում եմ ասեք, նաեւ նկատի առնելով ձեր նախորդ հարցերի պատասխանների մեջ, կարող է արդյոք գործատուն չհաշվարկի պարտավորությունը, պարտադիր կուտակային վճարը, եւ եթե չի կարող չհաշվարկել, արդյոք հոդված 2-ը անիմաստ չի դառնում եւ արդյոք չի արկածում իրավական ակտերի մասին օրենքի տրամաբանությանն ու էությանը։ Երրորդ հարցը նկատի առնելով պարոն վարչապետի հանդիպումը թե դեմ եմ շարժման, թե քաղաքական ուժերի, թե նաեւ այլ քննարկումների արդյունքով կատարված հրապարակումները եւ դուք որպես աշխատանքի նախարար, ով աշխատողների իրավունքների պաշտպանության պետք է հանդես գա, ինչպես եք պատկերացնում այս նախագիծը ընդունելու դեպքում աշխատողը ինչպես իր իրավունքը կարող է պաշտպանել, եթե չի ցանկանում մասնակցել պարտադիր բաղադրիչին։ Շնորհակալություն, պարոն Մինասյան։ Ես ընդունում եմ կոչը զգույշ արտահայտվելու հետ կապված եւ դա բնականաբար պիտի վերաբերի բոլորին, քանի որ հարցը շատ նուրբ է, համաձայն եմ, եւ այդ առումով պետք է մենք բոլորս կարողանանք այսօր եւ ընդհանրապես ձևավորել միջավայր մթնոլորտ, որը թույլ կտա փոխադարձ վստահության շրջանակներում աշխատանքները կազմակերպել։ Ես նշեցի, որ նաեւ դուք քննարկումներին բնականաբար մասնակցելով սա առաջին քայլ ենք համարում։ Դուք նշում եք Սահմանադրական դատարանի որոշման նկարագրողական մաս կամ որևէ ցանկացած մաս եւ ես հասկացա, որ դուք առաջարկում եք այս օրենսդրական նախաձեռնությամբ այդ բոլոր խնդիրներին լուծումներ տալ։ Ես նշել եմ, որ բոլոր խնդիրներին լուծումներ տալու համար ժամանակահատվածը իհարկե տրված է մինչև սեպտեմբերի 30, բայց մենք ունենք մեծ ցանկություն շատ ավելի կարճ ժամանակահատվածում այդ խնդիրներին լուծումները տալ։ Բայց որպես առաջին քայլ եւ նաեւ որպես աշխատանքի նախարար եւ որպես քաղաքացիների իրավունքների իրացման տեսանկյունից մտահոգ եւ պաշտոնատար անձ եւ քաղաքացի, պիտի մենք դիտարկենք բոլոր քաղաքացիների իրավունքները եւ մենք պիտի աշխատենք մեր գործողություններով բոլոր մեր քաղաքացիների իրավունքների իրացումը երաշխավորենք։ Հետևաբար, երբ մենք օրենսդրական նախաձեռնությամբ ամրագրում ենք, որ օրենքի
կոնկրետ պարտադիր կൂտակային վճարների չկատարման հետ կապված պատասխանատվությունը նախորդ ժամանակահատվածում ազատվում է եւ ներկայումս էլ ըստ էության այդ հոդված ուժի մեջ մտնելը ձևակերպում ենք, առաջարկում ենք 2014 թվականի սեպտեմբերի 30-ից, կարծում եմ ձեր նշած բոլոր հարցերի պատասխանները տալիս ենք դրանով։ Շնորհակալություն։ Արձագանքի համար Արծվիկ Մինասյան։ Շնորհակալություն, ես բնականաբար ելույթ կունենամ եւ մանրամասը կներկայացնեմ Սահմանադրական դատարանի որոշման այն ընկալումը, որը որ բխում է թե սահմանադրության, թե գործող իրավական ակտերի դիրքորոշումներից, դրույթներից, բայց Սահմանադրական դատարանի կարտացածս հատվածը ամենևին չի նշանակում, որ նորմատիվ ակտը, տվյալ դեպքում օրենքի նախագիծը կարող է անտեսել կամ այսպես համարել, որ սա առաջին քայլն է կամ կես քայլ է կամ կես լուծումն է։ Ինձ թվում է ցանկացած նախագիծ պետք է դուրս գա հենց այս տրամաբանությունից։ Դրա համար որպես աշխատանքի նախարար եմ խնդրում ձեզ խորհուրդ տվեք, ուղղություն տվեք այն անձը, ով չի ուզում մասնակցել պարտադիր բաղադրիչին, ինչպես կարող է իրականացնել իր այդ իրավունքը, ցանկությունը, ինչպես դիմում տալու միջոցով, հայտարարության միջոցով եւ գործատուն ինչ պարտավոր չէ այս դեպքում անել։ Ես Սահմանադրական դատարանի որոշման հենց նաեւ ընկալման մասին էի ասում, որ մենք փաստորեն երբ մեր ընկալումներն ենք ներկայացնում Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ, գալիս ենք նաեւ այս մոտեցումներին։ Դրա համար ասում եմ, մենք մոտեցումները պիտի նույնացնենք, մենք մոտեցումները պիտի մոտեցնենք եւ կարողանանք խնդիրների լուծում տալ։ Իսկ օրենքի նախագիծը միանշանակ ասում եմ, որ այո, համապատասխանում է նաեւ Սահմանադրական դատարանի որոշման տրամաբանությանը, քանի որ հստակ ամրագրված պարտադիր կൂտակային վճարը չկատարելու համար պատասխանատվության նորմը մեր նախաձեռնությամբ, մեր առաջարկությամբ առաջարկում ենք դուրս բերել օրենքի նախագծից։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, ես առաջարկում եմ, որ մենք հիմա գնանք ընդմիջման եւ հարցերի շարունակենք հաջորդ նիստին։ Ընդմիջում 1 ժամ։